Բարի օր եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ Հայ կյանք եւ USA Armenian Live բարբերականների գլխավոր խմբագիր Աբո Չապարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Չապարյան։ Բարև ձեզ, Հերմինե։ Պարոն Չապարյան, այսօր կկայանա Գարեգին Բ-ի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալուսումների առաջին նիստը, 3 ազգային ժողովի նիստերի դահլիճից թե ուժեղ Հայաստանը, թե Հայաստան դաշինքը հայտարարեցին, որ իրենք ազգային ժողով չեն ներկայանալու, գնալու են դատարանի բակ, որպեսզի սատարեն Գարեգին Բ-ին։ Պարոն Չապարյան, ինձ մոտ հարց է առաջանում, քաղաքական ուժերն են Գարեգին Բ-ին օգտագործում, թե Գարեգին Բ-ն քաղաքական ուժերին, այս դեպքում ընդդիմադիր երկու ուժերին։ Պետք է ասել փոխադարձ օգտագործման գործընթաց կերտա, որովհետև բոլորն նույն քրեա օլիգարխիկ շրջանակները տասագարտ ներկայացնող ջամփարին մաս կգազմեն, անբաժան մասնիկներն են, այնպես որ բոլորովին անագնկալ չէ կամ անսպասելի չէ այն փաստը, որ իրենք այս դեպի ագիտացիա կկատարեն։ Ինչ սպասել, պարոն Չապարյան, այս օրերին կփորձեն ամեն դեպքում խժդժություններ հրահրել, թե ամեն ինչ հարթ կընթանա։ Իրենց նպատակը ո՞րն է։ Այդ վտանգը միշտ կա, պետք է մեր ժողովուրդը եւ հայկական պետականության քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաեւ ղեկավարությունը, նույնպես եւ իրավապահ մարմինները պետք է անընդհատ իրենց մենք մեզ անընդհատ զգուշացնենք այն փաստի մասին, թե ինչպես կատարվեցավ հոկտեմբեր 27 1999 նույն այս շրջանակները եւ զիրենք հովանավորողները ընդունակ են ամեն ինչի դրա համար զգոնությունը շատ կարեւոր է։ Այսինքն կարող են ընդհուպ գնալ նոր հոկտեմբերի 27-ի կամ նման սցենար ունենալ իրենց գլխում։ Իհարկե, մենք ճշմարտաբար ականատես եղանք մեր սերունդ ականատես եղավ հոկտեմբեր 27 1999-ի պետական սպանթին եւ բռնազավթվեցավ եւս մեկ անգամ հայկական պետականության գրեթե բոլոր լեզակները եւ մենք հետակային ունեցանք այնինչ որ ունեցանք, որը եզրահանգվեցավ աղիդալի 2020 թվականի 44 օրյայով, այնպես որ բեկչեզ մնակ չէ թերակնահատել այս քրեա օլիգարխիկ մշակույթը գիրառող ուժերու պատրաստակամությունը թիմելու ամեն քայլի, ամեն տեսակ միջոցների, որպեսզի իրենք իքին ամեն ինչի վերադառնան իշխանության, որպեսզի իրենց գլխավոր հովանավորող մեր հյուսիսային ողերիմ ընկեր ինչպես որ պրոֆեսոր Լևոն Շիրինյանը գսե ողերիմ ընկերոջ այն բոլոր երազանքներին, որ Հայաստանը վերածվի գուբերնիայի։ Այսինքն Եվ այս քրեա օլիգարխիկ շրջանակները շարունակեն թալանչիական իրենց մշակույթը։ Այսինքն այստեղ ավելի շատ անձնական շահերի շուրջ հավաքված մարդիկ են, այն որ իրենք ասում են գնում են եկեղեցին փրկելու եւ կամ պաշտպանելու համար, Գարեգին Բ-ի կողքին են կանգնում, որովհետեւ այս իշխանությունները հարձակվել են եկեղեցու վրա։ Այստեղ խնդիրը ոչ թե եկեղեցին է, այլ Գարեգին Բ-ն նախսկզբի համար եւ հետո իրենց անձնական շահերը, ճիշտ եմ հասկանում։ Այո, իհարկե, դա միանշանակ, իսկ թե ինչ կվերաբերի եկեղեցին փրկելու մասին, իրենք ամենավերջին մարդիկն են, որ պետք է այդպիսի միտք շահագործման տնեն ի նպաստ իրենց անձնական շահերին, քանի որ եթե եկեղեցին փրկելու խնդիր ունի, դա հայ ժողովուրդն է, հայկական հասարակությունն է ի հայրենի եւ սպյուրս աշխարհի, որովհետեւ ինչպես բարոն Արշակյանը ծեր հետ զրույցի ժամանակ նշեց, ապակաղորդացման խնդիր ունենք։ Հայաստանը ապակաղորդացնելու խնդիր կա, այո, անշուշտ է։ Ես նաև պիտի ցայնակցեի բարոն Արշակյանին եւ ավելացնեի, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին ապակաղորդացման խնդիր ունի, որովհետեւ մինչեւ այսօր հայաստանյաց առաքելական եկեղեցին դժբախտաբար
աներևույթ կորձունեությամբ բռնազավթված է թերևս ցարական Ռուսաստանի օրոք, սովետական Ռուսաստանի օրոք եւ մինչեւ այսօր դժբախտաբար եւ անշուշտ վստահ եմ, որ քաչադերյակ հայրենիներ շատ լավ գիտեն թե ինչպիսի քրարում կատարած է սովետական ժամանակներու KGB-ի Հյուսիսային Ամերիկայի հրամանատար Ալեքս Քալուգինը իր հուշերու մեջը թե ովքեր եւ ինչպես հայաստանից արաքարական եկեղեցու շրջանակներն ներս ընդգրկված են KGB-ի կողմից եւ հատկապես սովետական գարքերու ժամանակ միայն այն դեպի մարտիկն էին, ովքեր Կրեմլի կորզակալներ էին, որոնք կրնային ստանալ Պաշտոնի փարսացում հայաստանից արաքելական եկեղեցիներս եւ այդ առումով պետք է ասել, պետք է նշենք, պետք է արձանագրենք եւս մեկ անգամ խորակույն վրթովմունքով եւ թադաբարդումով թե ինչպես հայաստանից արաքելական եկեղեցին մինչեւ այսօր գշարունակվի բռնազավթված մնալ եւ ճիշտ adorամար է որ ցարական Ռուսաստանի ժամանակ Կրեմլը մտահղացած է Բոլոժենյան, որը գվերացներ կորզնական գերբով ժողովրդավարությունը եւ այսօր մենք դժբախտաբար ագանադես ենք Հայաստանից արաքելական եկեղեցու ժողովրդավարության մշակումի փլուզման եւ սա մեզի խոր մտահոգություն գբաճարե եւ լուրջ միտքեր գարաչանան թե ինչպես այս քրեա օլիգարխիկ շրջանակները 1999 հոկտեմբեր 27-ին սկսյալ մինչև այսօր եւ համապետական մագարտակի վրա եւ Հայաստանից արաքելական եկեղեցու մագարտակի վրա սիստեմատիկ կերպով ոտնահարած են հայ ժողովրդին իրավունքները եւ adorամար մենք այսօր հասած ենք այն դեպին, որ հայկական պետականությունը որպես նորմալ պետություն, ոչ թե որովհետեւ հայկական պետականություն։ Պատկերացնենք, որ Կարեկին B. Գդրիչ Ներսեսյանի նստավայրը լիներ օրնագյամար, ասենք առաջադար որևէ երկիր եւ ինքը կատարեր այն հանցագործությունները, որ կատարած է նախորդ 20-26 տարիներու ընթացին, արդյոք այդ պետությունը իրեն անբադիժ գտողեր, արդյոք այդ պետությունը իրեն հաշվետվության չեր ենթարկեր, պատասխանատվության չեր ենթարկեր։ Մենք Ամերիկայի մեջ օրինակ վերջին դասամյակներուն մխիթարությամբ պետք է ասեմ, ագանադես եղան այն հզոր, աշխարհի ամենահզոր եկեղեցին հայ գաթողիկ եկեղեցու հովանուն ներքո կորձով հանցագործները, որոնք մանկաբուժությամբ թադաբարդվեցան եւ բազմաթիվ այլ հանցագործություններով ենթարկվեցան Ամերիկայի պետության իրավական համակարգի դրամատուրգություններուն, սա շատ նորմալ բան է։ Պարոն Չապարյան, այսինքն այդ պնդումները ընդդիմության կողմից եւ նաեւ եկեղեցու կողմից էր նման արձագանք եղել, որ այս դատական հայցերը, դատական նիստերը ապօրինի են եւ այս կերպ փորձում են խառնվել եկեղեցու գործին, ինչին իրավունք չունեն։ Սա նորմալ process է, այսինքն որևէ եկեղեցական նույնպես կարող է ներգրաված լինել որևէ դատական գործում։ Իհարկե, որևէ եկեղեցական ի վերջո մարդկային էակ է եւ միան ասված է որ միան արարիչն է որ անսխալական է բոլորս ալ ենթակա են սխալ կորզելու եւ հետեւաբար նովին կորզով ենթակա են պատասխանատվության ենթարկվելու կորզընթացին այսինքն սահմանադրության առաջ հավասար ենք իհարկե որովհետեւ որևէ զարգացող կամ զարգացած պետության սահմանադրությունը այդ ասենք պետության քերակույն օրենքն է եւ քերակույն օրենքը
կպաշտպանի օրենքի գերագայությունը։ Դե հիմա եկեղեցին ասում է մենք մեր ներքին օրենքները ունենք, դուք մի խառնվեք մեր ներսի խոհանոցին։ Դեսեք, սա ծիծաղելի է եւ նաեւ զայրացուցիչ երևույթ է, որ դեսեք ովքեր են այդպիսի արտահայտություններ ունենում։ Այն մարդիկը, ովքեր մասնագից են ներեկեղեցական կարգ ու կանոնի դաբալման Հայաստանյաց արաքելական եկեղեցու սահմանադրության դաբալման գործընթացների մեջ եւ այս մարդիկը բռնազավթած են Հայաստանյաց արաքելական եկեղեցին եւ իրենց բռնազավթման գործարքները ենթարկած են նույնիսկ ազատ աշխարհի մեջ գործող օրինակի համար Արևելյան Միացյալ Նահանգներու թեմագալ առաջնորդության հարգեններ, նույնպես եւ Արևմտյան Միացյալ Նահանգները արևմտյան թեմի բարակային, Կանադայի թեմի բարակային, ուրեմն վերջին 25-26 տարիներու ընթացքին դեպույն հայ հասարակությունները եւ հավատացյալները ապշահար են, թե ինչպես ժողովրդավարությունը դաբալած է եւ նաեւ բազում հանցագործություններ գործված են եւ այս նույն քրեա օլիգարխիկ մշակույթի արգայությունն է որ հայոց բախտության մեջ պետք է ասել հատկապես վերջին 100 տարիներու ընթացքին ամենի գոռոմփացված ժամանակաշրջանը գաբրինք 1990 հոկտեմբեր 27-ին աստին հետևաբար այս մարտիկը իրապես որ ձիզալ եւ զայրույթ կառաջացնեն իրենց բնդումներով որ պետությունը միջամուխ կլա այդպիսի բան չի գա ընդհակառակը եկեղեցին է որ միջամուխ կլա պետության կորձերու մեջ եւ նաեւ եկեղեցին է որ հիմակվա եկեղեցվող ղեկավարությունը ոչ թե եկեղեցին որպես հաստատություն բոլորսալ մեր աչքին տիպի նման պետք է պահպանենք Հայաստանյաց արաքելական եկեղեցին, որովհետև հազարամյակներու ընթացքին այդ հաստատություն, այդ սուրբ հաստատությունը սուրբ առաքելություն իրականացած է եւ հայ մարդու ինքնության, ասենք եւ արժանապատվության, հասկային գիտակցության, հոգեվոր հասարակության գրվան եղած է, ամրոց եղած է։ Հետևաբար, հիմա մենք կաբրինք այնպիսի ժամանակներ, երբ արդեն վերքը բայթած է եւ պետք է որ այս գործընթացը իրականացվի, քանի որ այս նույն քրեա օլիգարխիկ շրջանակները սկսած Գդրիչ Ներսեսյանեն, Արևմտյան Ամերիկայի մեջ Հովնան Դերդերյանեն, Արևելյան Միացյալ Նահանգներու մեջ Հովագիմյան ներոտյուն Բարսամյան arczepiskopos-են, Կանադայի Հովագիմյանեն, Մոսկվայի Եզրասեն եւ իրենց հետ ընկերակցող Դաշիր Սամոները, որ 30 միլիոն դոլարի տրամի լվացում կատարած է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միջոցով եւ Կարեկին բն 30 միլիոն դոլարի իբրև թե ծախսրած է, բայց իրականության մեջ բազում, ասենք, հավաստի աղբյուրների հիման վրա տրամի, խոշոր տրամի փողերի լվացում եղած է եւ պետք է հայկական պետականությունը կորզատրե իր պատականությունը եւ ես միանշանակ կողմ եմ, որ թափանցիկությունը եւ հաշվետվությունը վերականգնվի Հայաստանյաց արաքելական եկեղեցիներս, որովհետեւ այս փողերի լվացումները դադարեցվին եւ այս քրեա օլիգարխիկ մշակույթը ընդհանրապես վերանա։ Պարոն Չապարյան, ձեր նշածի արդյունքում է, որ ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը կանգնում են այսօր Գարեգին Բ-ի կողքին, այսինքն նկատի ունեմ նրանք հանցակիցներ են ստացվում է։ Ձեր մեջ Իհարկե, այդ մասին ոչ մեկ գասկած չի գա։ Դաշիր Սամոն 30 միլիոն դոլարի այդ չագերդյա նվիրատությունը ինչի իման վրա կատարած է, օրինակ համար։ Եվ այսպիսի մշակույթի փողերի լվացման մշակույթի քրեա օլիգարխիկ շրջանակները ըստ երևույթին բոլորն համախմբված են մեկ ճամփարի մեջ, ինչու, որովհետև սեփական գաշին փրկելու համար ամեն ինչ պետք է անեն։
Եվ հիմա ես նոր ստացած եմ մամլո հաղորդակցություն, օրինակ համար Երուսաղեմի բادیակյան կողմի թողարկված, որը Քարեկին բին կպաշտպանի եւ անցնող 24 ժամվա ընթացքին հանդիպեցա նաեւ հայ բարեգործական ընդհանուր միության կողմի թողարկված հաղորդակցության, ինչպես եւ Արևելյան Միացյալ Նահանգներու թեմական առաջնորդության կողմի, որոնք ըստ երևույթին բոլորն նույն ճամփարի մաս կգազմեն։ Օրինակ համար Երուսաղեմի բادیակ հայրը arczepiskopos Nurhan Manukyanı, որ դարիներ առաջ Քարեկին բին հանդեպ գոշտ քննադատական ելույթ ունեցած էր, հիմա ելերը կպաշտպանի։ Ինչու? Որովհետև ըստ երևույթին իր դագնալ գեղոտ է, որովհետև ինքն Իրանի բادیակության պատկանով, որ հայ ժողովրդին կպատկանի, գովերու բարդեզի սկանդալի արդիվ, անալ ասենք իր թիմակիցը պատրվալ եւ տեսանք թե ինչպիսի զարդուրի գործողություններ առաջ կերտան։ Ըստ երևույթին Քարայրի մեջ հայկական Ալի Բաբայի 40 քողեր հիմա Իրաք պաշտպանում։ Պարոն Չապարյան, մենք կարող ենք ենթադրել, որ սրանք վերջին ճիգերն են, տեսնելով եւ հաշվի առնելով այս համախմբումը ճակերտավոր ասած, որ գնում է քաղաքական ուժերի, Գարեգին բայի տարբեր թեմերի միջև, ինչպես դուք նշեցիք, սրանք վերջին ճիգերն են աթոռը պահելու եւ արդյոք կստացվի Գարեգին բայի մոտ աթոռը պահել, թե այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագիրը հետեւողական կլինի իր նախընտրական ծրագրում այն խոստման հանդեպ, որ գնալու է եկեղեցու բարենորոգման եւ բարենորոգման համար առաջին պայմանը նախադրյալը դա այն է, որ Գարեգին բն պիտի հեռանա։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիրը, քանի որ նախընտրական խոստում տված է, չի կարող դադարեցնել այս գործընթացը, իրավունք չունի, որովհետև եթե քաղաքացիական պայմանագիրը դադարեցնե եւ խոստումնաթույժ լա, ապա ուրեմն քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը կամ խմբավորումը մեղսագից կլա ոչ միայն Հայաստանյաց արևելյան եկեղեցու փլուզման, ամբողջական փլուզման, այլ նաև հայկական պետականության ընդհանրապես վերացման, որը սա շատ ծանր պատասխանատվություն է։ Եվ մեզ համար կենսական է, որ իշխանությունները խոստումնաթույժ չլան, այլ պարզապես իրենց բարդականությունը իրականացնեն, կորզատեն։ Բայց տեսնում ենք, որ մյուս ճամբարում էլ համախմբումը կա այդ ընդդիմադիր ուժերի, ինչպես նշեցի Գարեգին բայի տարբեր թեմերի։ Հիմա, այսպես ասեմ, եթե ենթադրենք, այսպես հիպոթետիկ պատկերացնենք, որ սա վերջին ճակատամարտն է եւ աթոռը պահելու վերջին ճիգերը, ի վերջո կստացվի աթոռը պահել, թե այնուամենայնիվ էլի եմ ասում, քաղաքացիական պայմանագիրը կգնա միջև վերջ։ Եթե այս քրեա-օլիգարխիկ շրջանակները շարունակեն բռնազավթել Հայաստանյաց արևելյան եկեղեցին, ինչպես որ բռնազավթած էին սկսած հոկտեմբեր 27 1998 թվականին, ապա ուրեմն սա գլա Հայաստանի վերջը եւ հայ ժողովրդի վերջը։ Եվ պետք է հայ հասարակությունը եւ հայրենի եւ աշխարհասփյուր պետք է ոգի բրին բայկարեն, որովհետեւ Հայաստանյաց արևելյան եկեղեցին աբակաղութացման ճանապարհով ազատագրեն այս քրեա-օլիգարխիկ շրջանակներին, որովհետեւ այս քրեա-օլիգարխիկ շրջանակները իրենց որպես վերջին գրվան, ինչպես որ քիչ առաջ նշեցի, իրենք ամեն ինչ պիտենեն, որպեսզի պահպանեն իրենց, ասենք, բռնազավթածի ստատուսը, որպեսզի կարողանան ինչքան որ հնարավոր է իրենց գաշին շարունակել փրկել։ Բայց ըստ երևույթին մեր ժողովուրդը վճռակամ է եւ ես անձնապես խորապես կհավատամ, որ մեր սերունդը ոսկե սերունդն է վերջին 1000 տարվա
ընթացքին։ Դուք ասացիք ձեր խոսքում, որ այս քրեաօլիգարխիկ տարերը, այդ թվում նաև եկեղեցու ղեկավարությունը պատրաստ է գնալ միջև վերջ, որպեսզի պահի իր թալանածը եւ նաև այն համակարգը, որը ինքն է ստեղծել, միջև վերջ գնալ ասել է ինչպես հասկանալ, եւ քանի որ այս ընդդիմադիր երկու ուժերը հայտարարել են ուժեղ Հայաստանն էլ, Հայաստան դաշինքն էլ, որ իրենք սպասելու են հարմար պահի, որպեսզի իրենց ընտրողներին հանեն փողոց, ընդվզեն, բողոքեն, ինչ է կարծում Գարեգին Բեի այս դատավարությունները կարող են դառնալ այդ տրիգերը, այդ հիմքը, որով նրանք կկարողանան իրենց ընտրողներին դուրս բերել փողոց։ Այո, իրենք պատրաստական են այդպիսի քայլի գնալու, անշուշտ նաև ըստ երևույթին, ինչպես որ ես մի քանի ամիս առաջ մտահոգություն բարձրացրեցի նախ համապետական ընտրություններն առաջ հայերավոր հազարավոր Ռուսաստանապնակ ռուսամետ հայ քաղաքացիներու ներխուժումը կազմակերպել իրենք իհարկե այդ 500,000 ցայները արհեստական ճանապարհներով ընդրակաշխատներով որ իրականացած էին չեմ խորհուրդ պիտի կարողանան այդքան մարդ փողոց հանել բայց եթե նույնիսկ հանեն ես կխորհեմ որ այս անգամին իրենց դիմաց գահիտնվի ամբողջ հայ ժողովուրդը հայրենի եւ աշխարհասփյուր եւ ոչ միայն 720,000-ը որոնք իրենց քվենդստայցան քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այլ պետք է ասել հասարակության լայն շրջանակներ եւ այն ժամանակը մենք պիտի ականատեսը լանք թե ինչպես այս քրեաօլիգարխիկ շրջանակները տասակարգը պիտի վերջնականապես մեգուսացվի եւ ներքաղաքական ասենք լրատվական թաշտի եւ նաեւ ամենակարևորներեն երեք կարևորագույն թաշտերեն մեկը Հայաստանյաց արեքային եկեղեցու ներեկայացական շրջանագի առողջացումը ապահովել։ Պարոն Չապարյան, բայց ձեր պնդման մեջ հակասություն կա, մի կողմից ասում եք, որ իրենք 500,000 ձայները ապահովել են գումարի միջոցով, դրսից եկած հայերի միջոցով, ինչի հետ ես համաձայն եմ մասամբ, որովհետև ինֆորմացիան դաշտում առնվազն այդ մասին շատ տեղեկատվություններ կա, մյուս կողմից ասում եք, միգուցե այդ 500,000-ին կարողանան փողոց անել։ Ինչպես են դուրս բերելու փողոց մարդկանց, ովքեր արդեն վերադարձել են Ռուսաստանի Դաշնություն կամ ովքեր գնացել ընտրել են պարզապես գումարի համար։ Ես կասկած հայտնեցի, երևի միտքս հստակ չկարողացա արտահայտել, ես ճիշտ այդ ասել կուզեի, որ իրենք ինչպես պիտի կարողանան 500,000 մարդ փողոց անել, իսկ եթե կարողացան եւս մեկ անգամ ներխուժում կազմակերպել, ինչպես որ նշեցի քիչ առաջ, եթե ներխուժում կարողացան կազմակերպել եւ կարողացան մի քանի հազար կարողացան, անշուշտ դա պիտի լինի զարմանահրաշ մեկ երևույթ, բայց ամեն ինչ մենք պետք է ակնկալենք, որովհետև այս շրջանակները ընդունակ են ամեն ինչի։ Դրա համար ավելի լավ է, որ մենք վատակույնը ակնկալենք, վատակույնի համար նախապատրաստական աշխատանք տեսնենք, թիմակալելու աշխատանք տեսնենք, քան թե անակնկալիքան։ Այնպես որ խիստ անհետեթություն է, որ իրենք պիտի ամեն կերպ շարունակեն բռնազավթել Հայաստանյաց արաքելական եկեղեցին եւ դա զինանոցի վերածեն հարվածելու հայկական պետականության հիմքերը եւ շարքից դուրս բերելու հայկական պետականությունը։ Սա ուրեմն մենք պետք է անընդհատ մենք մեզ զգուշացնենք, որ այս մարդիկը ընդունակ են ամեն ինչի ներառյալ նոր հոկտեմբեր 27-ի նման ըսպաններու։ Պարոն Չապարյան, բայց նաև հարցս նրա մասին էր, որ արդյոք սա կարող է այն հարցը լինել, որի շուրջ իրենք կմոբիլիզանան։ Նկատի ունեմ ավելի շատ այդ տրիգեր ասվածը իրենք կապելու են Գարեգին Բեի հետ, այս դատական պրոցեսների հետ, թե մարդիկ սրա շուրջ չեն մոբիլիզանալու, որովհետև նախկինում էլ մենք տեսել ենք, որ մարդիկ այս թեմաների շուրջ չեն մոբիլիզանում։ Հիմա իմ հարցը հետևյալն է, թե ընդդիմությունը արդյոք այդ տրիգեր, երբ որ ասում են նկատի ունի այս հարցը Գարեգին Բեի հետ կապված հարցերը, թե ամեն դեպքում սպասելու է տնտեսական լծակների։ Ես պիտի բոլորը միադել, որովհետև իրենք արդեն մոբիլիզացված են, արդեն իրենց գծորդները եւ Արևմտյան Միացյալ Նահանգներում մեջ, եւ Եվրոպայի մեջ, եւ Արևելյան, եւ Կանադայի մեջ
ուժեղ ագիտացիա գիրականացնեն լրատվական փաշտեններ մեծ աղմուկ բարձրացնելու համար, որովհետև սա իրենց համար մահու գնաց փուլ է, բայկարի փուլ է եւ իրենք արդեն իրենք մոբիլիզացված են, տրիգերի սպասելու կարիք չունեն իրենք, սակայն մեր մոտ, մեր ժողովրդի լայն խավերու մոտ ըսկոնությունը շատ կենսական է։ Այսինքն այնուամենայնիվ դուք կարծում եք, որ իրենց համար թեմա էլ պետք չէ փողոց դուրս գալու համար, հենց այսօր էլ եթե որոշեն կարող են փողոց դուրս գալ։ Այո։ Բայց դրա համար պիտի նաև հիմք լինի, պիտի իրենց ընտրողներին ինչ-որ ձև մատուցեն, չէ՞ դա։ Իրենք դրա համար էլ ասում են հիմա իրենք ամեն ինչ պիտենեն, որ միջազգային հանրային գործիքը լարեն հայկական պետականության թեմ եւ սխալ գերբով բնութագրեն թադա իրավական համագարկի գործունեությունը Հայաստանեն ներս եւ ադի իրենք օգտագործեն որպես բادرվար փողոց ելնելու եւս մեկ հոկտեմբեր 27-ի նման պետական սպան կորզաթվելու հետո զանազան պետություններու արկորձ նախարարություններուն համոզելու որ Հայաստանը օրինախախ պետություն է իրենք ընդունակ են ամեն ինչի այնպես որ մեր ժողովուրդն եւ իմ նման սրդացավ ասենք կորձողներն հայկական պետության ներկայացուցիչներն ամենուրեք պետք է իրար հետ համագործակցեն որովհետեւ այս հակապրոպագանդան որ մենք ամեն կերպ աշխատում են առաջնանին չեզոքացվի եւ դա խիստ կարեւոր է եւ ամենակարևորը այն է որ իրենք արդեն իմանում են հրապուխային ռոբիներ գաբրին որովհետեւ իրենց քրեա օլիգարխիկ մշակույթի ավարտը շատ մոդալուտ է պայմանով որ կաշառված թադավորներ չունենանք պայմանով որ թադայրավական համագարկը ճիշտ կորզե եւ անշուշտ մենք պետք է նայենք ընթരാճ կարեկինեն եկը ինչ պիտենե մեր ժողովուրդը Հայաստանից արևելյան եկեղեցիներ ժողովրդավարությունը վերականգնելու համար ազատ աշխարհի մեջ եւ նաեւ ժողովրդավարությունը ստեղծելու համար Հայաստանի եւ նախկին սովետի տարածքին սա շատ կարեւոր է ամեն անգամին մենք չէ որ պետք է ակնկալենք որ հայկական պետականությունը որպես վերջին փրկության լաստ իր կորձը կատարի մենք պետք է վերականգնենք հաշվետվությունը հաշվեբանությունը հենց եկեղեցու հարգեններ որովհետեւ ասկային եկեղեցական ընդհանուր ժողովի չկայացումը անցնող 25 տարիներուն դա կփաստի որ ժողովրդավարությունը դաբալած է եւ այս քրեա օլիգարխիկ շրջանակները անբադիժ եւ սանցարցակ կերպով կշարունակեն կորզել եւ այս մշակույթը պետք է վերջ դրի Շնորհակալ եմ, պարոն Չապարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի Հայ կյանք եւ USA Armenian Live պարբերականների գլխավոր խմբագիր Ապո Չապարյանի հետ։ Կհանդիպենք։